Վաշինգտոնում նախորդ տարի ձեռք բերված համաձայնության արդյունքում այս տարի ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական և բարձրացել է խաղաղության ինստիտուցիոնալացման հավանականությունը։ Արձանագրումն արել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը մեր երկրի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցում։ 2026 թվականին մեծ հավանականությամբ նոր առաջընթաց կգրանցվի սահմանագծման և սահմանազատման գործընթացում, երկկողմ առևտրատնտեսական նախաձեռնությունների, հասարակությունների երկխոսության, հումանիտար և այլ հարցերում։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման դեպքում ևս մեծ հավանականությամբ առաջընթաց կգրանցվի արդեն իսկ սկսված գործընթացներում, իսկ հարևանների հետ Հայաստանի երկկողմ կապակցվածության նախաձեռնությունները կխթանեն տարածաշրջանային առավել ընդգրկուն տնտեսական նախագծերի ընթացքը։ Զուգահեռաբար, ըստ զեկույցի, կմեծանան մեր տարածաշրջանում սեփական ազդեցությունը պահպանելու և ավելացնելու շահեր հետապնդող պետությունների կողմից այս գործընթացների դեմ վնասակար գործողությունների ռիսկերը։ Իսկ Ադրբեջանի և այլ դերակատարների կողմից Հայաստանի ինքնիշխանությունը հարցականի տակ դնող կապակցվածության ծրագրերի իրականացմանը խոչընդոտող վնասարար խոսույթների ու հասկացությունների հետևողական կիրառությունը միայն կնպաստի այդ ռիսկերի նյութականացմանը։ 2026 թվականին ռազմական էսկալացիան գրեթե բացառելով հանդերձ, արտաքին հետախուզության ծառայությունը երկարաժամկետ հեռանկարում ռիսկ է համարում Ադրբեջանի առաջ մղած այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի և արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթն ու գործողությունները։ Ծառայության ունեցած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը Վաշինգտոնի հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար։ 2026 թվականին ծառայության առաջնահերթ խնդիրներից է լինելու շարունակաբար գնահատելը, թե որն է Ադրբեջանի կողմից արևմտյան ադրբեջանցիների վերադարձի առաջմղման պետական քաղաքականության իրական նպատակը։ Գնահատման է ենթակա մասնավորապես այն, թե արդյոք Ադրբեջանը այդ թեմաները նոր ազգային գաղափարախոսություն դարձնելով մտադիր է որևէ ձևաչափով հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք, թե այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի այս խոսույթը Ադրբեջանի արտաքին քաղաքական սակարկման և մասնավորապես Ղարաբաղի հայերի վերադարձի թեմային հակազդելու գործիքակազմի մաս է։ Արտաքին հետախուզության ծառայությունը նաև անդրադառնում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճին։ Ադրբեջանի բյուջեում ռազմական և այլ ոլորտների 2024-ից 26 թվականների հատկացումները համեմատվել են 2023 թվականի նույն հատկացումների հետ։ Արդյունքում 2026 թվականի ռազմական հատկացումները աճել են մոտ 44%-ով, իսկ մյուս ոլորտային հատկացումները ընդամենը 7,4%-ով։ Անդրադառնալով Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությանը զեկույցում քիչ հավանական է համարվում, որ 2026 թվականին լինի կայուն ու երկարաժամկետ հանգուցալուծում։ Փոխարենը մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների առնվազն էական մասը կպահպանվի, ինչը կնշանակի ռիսկեր ստեղծել Հայաստանի տնտեսության համար, այդ թվում երկրորդային տնտեսական պատժամիջոցների տեսանկյունից։ Միաժամանակ որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների միջև շարունակական բևեռացումը մեծ հավանականությամբ կխորացնի Հայաստանի արտաքին քաղաքական և տնտեսական հարաբերությունները հավասարակշռելու տեսանկյունից առկա ռիսկերը։ Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Հայաստանի անվտանգության խնդիրները կընդլայնվեն, միգրացիոն ու այլ տեսակի վտանգի աղբյուր հանդիսացող խմբերի շարժերի կառավարման, տնտեսական, լոգիստիկ խնդիրների առաջացման առումով։ Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործընթացը վտանգող ռիսկերը նույնպես կարող են բազմազանանալ։ 2026 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության ապասառեցում ամենայն հավանականությամբ տեղի չի ունենա։ Զեկույցի գնահատականն ի դեպ չի տարբերվում անցյալ տարվա գնահատականից։ Արտաքին հետախուզության ծառայությունը սա շարունակում է համարել մարտահրավեր ուղղված տարածաշրջանային անվտանգային կառույցի հեղինակությանը, իսկ անդամ մյուս պետությունների համար հետևություններ անելու առիթ։ Մեր տարածաշրջանում թե տնտեսական, թե ենթակառուցվածքային ծրագրերի դրական դինամիկան մեծ հավանականությամբ կպահպանվի։ Այդ նախաձեռնությունները սակայն լինելու են տարածաշրջանում այլ շահեր հետապնդող տարբեր դերակատարների թիրախում։ Դա կարող է դրսևորվել թե ֆիզիկական սահմանափակումներով, թե տեղեկատվական ազդեցության օպերացիաներով և թե վնասակար այլ գործողությունների դրսևորումներով։
Մեր տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակումը եւ մասնավորապես Կարս-Գյումրի երկաթուղու հնարավոր վերաբացումը, թրիփ ծրագրի իրագործումը նաեւ մեր հարևանների հետ երկկողմ կապակցվածության հնարավոր նախաձեռնությունները կառաջացնեն տնտեսական ու լոգիստիկ լայն հնարավորություններ, շուկաների դիվերսիֆիկացում, տարածաշրջանային առևտրի ընդլայնում։ 2026 թվականի ընտրություններով պայմանավորված Հայաստանի դեմ արտաքին տարբեր դերակատարների կողմից իրականացվող ազդեցության գործողությունները մեծ հավանականությամբ կդառնան ավելի ընդգրկուն, բարդ ու մասշտաբային։ Վնասակար կիբերգործողություններ ու տեղեկատվական վնասարար գործողություններ, գործակալական ցանցի ակտիվացում, հասարակության տարբեր խմբերի շրջանում հրահրվող դժգոհություններ ու բևեռացում, ընտրական գործընթացների վրա արտաքին ազդեցության փորձեր եւ այլն։ Սրանք նույնպես արտաքին հետախուզության ծառայության գնահատմամբ ընթացիկ տարում Հայաստանի անվտանգության սպառնալիքներից են։ Հավանական է համարվում, որ թիրախում կհայտնվեն ֆինանսական կազմակերպությունները, կապի ու հաղորդակցության ենթակառուցվածքները, կառավարության, այդ թվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տարածքային ու տեղամասային ընտրական հանձնաժողովների թվային հարթակները, էլեկտրականության բաշխման թվային ենթակառուցվածքները եւ այլն։ Կլինեն կեղծ, խեղաթյուրված, համատեքստից կտրված տեղեկատվություն, վնասարար տեղեկատվական օպերացիաներ։ Արտաքին դերակատարների կողմից կլինեն ինչպես տեսանելի, այնպես էլ քողարկված տեղեկատվական գործողություններ։ Տեղեկատվական վնասարար գործողությունների ամենավտանգավոր միտումը կշարունակի մնալ կեղծ տեղեկությունների առերևույթ աննկատ համադրումը իրական տեղեկությունների հետ, նաև դրանց տարածումն ու ամրապնդումը իրական եւ մեծ լսարան ունեցող առցանց հարթակների եւ անձանց միջոցով։ Այս դերակատարները կարող են ներգրավվել նախընտրական ու հետընտրական շրջաններում, ինչպես նաև բուն քվեարկության օրը հանրային անհնազանդության ակցիաների քողի ներքո սաբոտաժի գործողություններ կազմակերպելու համար։ Նման գործողությունների նպատակը Հայաստանի դիմադրողականության խարխլումն է, ժողովրդավարական կարգի ջլատումը, ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների ապալեգիտիմացումը կամ լեգիտիմության էական ստվերումը, հաջողելու դեպքում նաև արտաքին դերակատարների կողմից Հայաստանի շահերին դեմ գնացող ազդեցության համար ընկալունակ եւ հարմար իշխանության ձևավորումը։ Արտաքին հետախուզության ծառայության զեկույցում անդրադարձ կա նաև նախորդ տարվա զեկույցում տեղ գտած գնահատականներին։ Նշվում է, որ 2025 թվականին տեղի չեն ունեցել նշանակալից զարգացումներ, որոնք չէին կանխատեսվել այդ տարվա զեկույցում, իսկ տեղի ունեցած զարգացումների հավանականություններն էլ ճիշտ էին գնահատվել։ Աննա Զախարյան, լուրեր։